Նաև Տիկին Գրիգորյան Աննային եմ ուզում անդրադառնալ, ցավոք այստեղ չի, Ամուլսարի մասին էր խոսում, եթե Ամուլսարի մասին չխոսեր չէի անդրադառնա, բայց քանի որ խոսեց, պիտի անդրադառնամ, էլի։ Ամուլսարի պատմությունը բոլորս գիտենք, դուք էլ գիտեք, ու Ամուլսարի դեմ սաբոտաժը ով էր կազմակերպում, էդ էլ գիտենք։ Ամուլսարի դեմ սաբոտաժի գլխավոր կազմակերպիչներից մեկը Տիկին Գրիգորյանի կուսակցության ղեկավարն էր։ Այսինքն այդ պատմությունը գնացեք Սյունիքի մարզում հարցը կամ ամբողջ Հայաստանի Հանրապետությունում, ով չգիտի, թե ովքեր էին Ամուլսարի դեմ ծրագրված արշավ կատարում։ Այսինքն այս պարագայում մի բանը ամեն գնով փորձել վիժեցնել, հետո գալ այդ բանի մասին խոսալ, ես չգիտեմ դրան ինչ անուն կարելի է տալ։ Եվ մեկ էլ որ ասում եք իմ հարևան Պողոսը ինչպես է վերաբերվում, ես չգիտեմ գույքահարկին եւ այլն, Էդ էլ հիշեցնեմ, այդ իմ հարևան Պողոսի պատմությունը ծնվել է Ամուլսարի ժամանակ, երբ որ դուք ակտիվ պայքարում եք ու անգամ կոչ էիք անում հանրաքվեի դնել այդ հարցը, եւ ես գրառում արեցի այն ժամանակ, որ մասնագիտական հարցերը սխալ է հանրաքվեով լուծել, որովհետեւ դրանք գիտելիքներ են պահանջում ու սխալ կլինի, եթե օրինակ իմ հարևանը Պողոսը պայմանական ասած, որը գրագիտության հետ խնդիր ունի, այդ որոշման կայացման մեջ ավելի շատ դերակատարություն ունենա, քան որևէ մեկը, որ այդ հարցից ավելի լավ հասկանում։ Դե հետո դա դարձավ թեւավոր խոսք, մինչև այսօր բանականում, բայց այս դեպքում հարգելի գործընկերներ, Ամուլսարի վատ հարևանները դուք եք, որոնք ամեն ինչ արեցին, որ այդ ծրագիրը հնարավորինս ձգձգվի ու չկայանա։ Բայց փառք Աստծո, մենք ունենք այսօր մի իրավիճակ, երբ որ հարցը արդեն գտնվում է հանգուցալուծման փուլում եւ Ամուլսարի հանքավայրը մինչեւ այս տարվա վերջ արդեն կսկսի աշխատել եւ Հայաստանի Հանրապետության համար կապահովի թե լրացուցիչ աշխատատեղեր, թե հարկեր, թե արտարժութային մուտքեր։